Բարի օր հայեր, ես Աբրահամ Սլարյանն եմ, այսօր մենք կվերջացնենք մասոնականության մասին մեր հաղորդումը, չնայած այստեղ ոչ մի խոսք չի լինի մասոնականության մասին, մենք ավելի շատ կխոսանք, թե այս գաղտնիքի պահապանները, այդ ինչ գաղտնիք են պահպանում մեզանից, խոսքը դրա մասին կլինի։ Չինացիները մի հատ խոսք ունեն, ասում է թող որ ապրես հետաքրքիր ժամանակներում, երբ որ չինացին ասում է թող որ ապրես հետաքրքիր ժամանակներում, ինքը իրականում անիծում է, դա չինական անեծք է, ու հիմա մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, այս երկու պատերազմները նկատի ունեմ ուկրաինական պատերազմը և Պարսկաստանի հետ ծոցի հաշիվը, Հորմուզի ծոցի փակումը, հավանաբար նպատակ ունեն երկու բան սննկացնելու աշխարհը, արդեն Եվրոպայի պատերազմի միջոցով, Ուկրաինայի պատերազմի միջոցով Եվրոպային քաշեցին այդ պատերազմի մեջ, մի պատերազմի մի կողմը ֆինանսավորվում է Եվրոպայի կողմից, այս Հորմուզի փակելով էլ աշխարհը ավելի սնանկ վիճակում կհայտնվի, ու նպատակը մեկն է, երևի ուժի կենտրոնը աշխարհում տեղափոխել արևմուտք դեպի Չինաստան, կներեք արևմուտքից տեղափոխել Չինաստան, սա իհարկե ենթադրություն է, ես պայծառատաշ չեմ, բայց այս ենթադրությունները իրանց պատճառները ունեն, այս մասին արդեն ժամանակին Քիսինջերն ասել, որ ապագայի ուժը, որ ղեկավարելու է գլոբալիզմը լինելու է Չինաստանը, այս մասին հենց Չինաստանի ղեկավարը կարծեմ Մարկի ամբիոնից ասեց, որ Չինաստանը արդեն մի քանի տարի առաջ էր, Չինաստանը պատրաստ է ստանձնելու աշխարհի ղեկավարի դերը, այս մասին կա, ասենք, նաև ինչու է այդպես լինելու, կա Թրամփի ժամանակ ամերիկյան կառավարության մի հատ հանձնաժողով էր ստեղծել, որը ուսումնասիրում էր արհեստական գիտակցության հետ կապված անվտանգության խնդիրները, ու այդ հանձնաժողովի որոշումը էր, որ ով որ առաջինը հասավ կատարելագործեց արհեստական գիտակցությունը, նայել այդ ճյուղը թելադրելու է, թե այդ ճյուղը ուր է գնալու, ինչպես նաև ասվում էր, որ չինական կողմը առավելություն ունի ամերիկացիների նկատմամբ, որովհետև Չինաստանում ժողովրդավարությունը այդքան զարգացած չի, և Չինաստանի պետությունը պետքություն չունի թույլատվություն ստանալ իր գործողությունների համար իր ժողովրդից։ Չինաստանում արդեն կան արհեստական գիտակցության կողմից կառավարվող խելացի քաղաքները, ինչի մասին ասենք նույնիսկ Պուտինը չէ մի քանի տարի առաջ ասում էր Մոսկվա խելացի քաղաք 2030 թիվ, բոլորն էլ այդ կողմն են գնում, սա է լինելու մեր ապագան, այս ուժերը աշխարհի այդ ստվերային իշխանությունը ասենք, անտրկուլիսային ուժերը ասենք, այդ ուժերը արդեն, ինչպես արդեն ասեցինք, կապիտալիզմը անցած ստադիա է, իրանց հետաքրքիր չի այդ կապիտալիզմը, իրանց ավելի հետաքրքիր է իրանց կուտակածը պահելը, ու այդ կուտակածը պահելու համար այս արհեստական գիտակցությունը իրանց պետք է, մարդիկ ավելի ապրելու են կեղծ բաներով իրանց, ասենք այս Facebook-ների մեջ, խաղերի մեջ, ու նույնիսկ պատմությունը, արհեստական գիտակցությունը ստեղծելու է իր պատմությունը ու հրամցի մարդկությանը, այդ է լինելու ապագան։
Ապագայի մասին ասում եմ, որ նաև պետությունների անունները երևի կմնան, բայց իրանք կլինեն ինչ-որ վասալային կարգավիճակում կստեղծվեն մեծ գեր տարածաշրջաններ, ու ամեն տարածաշրջան կունենա իր, այսպես ասած, տարածաշրջանին, զոնային նայողը, ու մեզ հայերի ստանում են այն տարածաշրջան, որը լինելու է Թուրքիի հսկողության տակ։ Հիմա իհարկե կարծում եմ, որ մեր համար ավելի բարենպաստ է լինել այն տարածաշրջանում, որտեղ հսկում է ռուսը, որտեղ միայն այն տարբերությունը, որ Ռուսաստանում կան բազմաթիվ ազգեր, իսկ Թուրքիայում մինչև այս վերջերս քուրդերին համարում էին լեռնային թուրքեր, արդեն պարզ բացատրում է, թե որն է մեզ ավելի ձեռնատու։ Չնայած այդ Ռուսաստանին միանալն էլ մեզ շատ չի օգնելու, որտեղ հիշում եք, որ այդ նույն Քիսինջերը, որ մի քիչ առաջ ասացինք, 101 տարեկան բիձան, երկուսը մեկ գալիս հանդիպում էր Պուտինին, հարցեր էին քննարկում, Քիսինջերը ոչ մի իշխանություն չէր ներկայացնում, ինչպես ասացինք, ինքը ներկայացնում էր հենց այդ ստվերային իշխանության անդրկուլիսյան ուժերին, աշխարհի տերերին, գլոբալ էլիտային, այսինքն առևտուր էր գնում, երբ որ ուժեղ ես կարողանում ես պայմաններ թելադրել, եթե մենք չլինեինք թույլ օղակը, մենք էլ կկարողանայինք մեր պայմանները թելադրել, բայց մենք թույլ օղակ հանդիսացանք։ Հիմա ինչ որ ասելու եմ, ես եմ բանով եմ ասում, որ դուք արդեն ծանոթ եք իմ ով էր Քրիստոսի հայրը հաղորդմանը, եթե ծանոթ չեք, խորհուրդ կտամ ծանոթանալ, երկու խոսքով ասեմ, որ այդտեղ ես ինքս ինձ ոչ գիտնական եմ համարում, ոչ էլ ուրիշ ինչ-որ մի խոսքով ես ինձ գիտնական չեմ համարում, բայց մի քանի գյուտեր եմ արել, որովհետև եթե այդ մասին ուրիշ ոչ մեկ չի խոսում, ու առաջինը դու ես այդ մասին խոսում, դա արդեն գյուտ է։ Ամենակարևորը այն է, որ շատ բաց ցույց եմ տվել, որ այս հին աշխարհի նկատի ունեմ գոնե հին աշխարհի, Եվրոպայի և Ասիայի այդ երկրների դիցարանները սկիզբ են առնում շվերական դիցարանից ու առանց որևէ կասկածի ցույց եմ տվել, որ Հայկ Նահապետը դա էնկին է ու ցույց եմ տվել այդ կերպարի դրսևորումները տարբեր դիցարաններ, առանց սրա մասին խոսք լինել չի կարող։ Մյուսը ոչ այդքան հաստատ է, բայց մյուս ենթադրությունս դա է, արդեն տեսությունը, որ արիացիները դուրս են եկել Շումերից, երբ սեմական ուժերը Սարգոնի գլխավորությամբ գրավում են Շումերը, շումերացիների մի հատված դուրս է գալիս Շումերից ու դառնում են արիացիները։ Հիմա այս այդտեղ այդ նաև ցույց եմ տվել, որ այս ուժերը ինչ-որ բախում է եղել շումերական դիցարանում, որը ցույց է տվում, ասենք, Էնկի և Էնլիլի հակամարտության միջև, այն էլ ասեմ, որ Էնկին ստեղծել է մարդկությունը, Էնլիլի վրա մարդկությունը միշտ ներվերի վրա միշտ ազդել է ու փորձել է տարբեր ձևերով միշտ վերացնել մարդկությունը ու Էնկին տարբեր ձևերով խափանել է Էնլիլի պլաններ, կներեք։ Ու այս երկու ուժերի փիլիսոփայությունը ներկայան այս դիցարաններում, սա արդեն ցույց է տվել, կնայեք կտեսնենք, փաստորեն ստեղծում է երկու հակադիր ուժ, որոնք
իրար դեմ իրարամերժ ու միշտ պայքարում են իրար դեմ։ Այս ուժերին մենք հիմա կարանք ասենք մատերիալիստ կամ իդեալիստ։ Ջարդ եթե դեր այս ամենից հետո դեր մատերիալիստական գաղափարախոսության մեջ ենք։ Առաջին բանը, որ մենք մարդ ենք, իհարկե մենք մարդ ենք ու ապրում ենք այս նյութական աշխարհում, բայց մենք ինքներս նյութ չենք։ Ու հենց որ մենք հեռանում ենք, մեր տեղը մնում է դիակ։ Այս պատմությունը շատ լավ է ցույց տալիս Աղասի Այվազյանի իր պատմություններից մեկի մեջ, կոչվում է ամեն ինչի նյութ։ Իհարկե Աղասի Այվազյանը ունի շատ այլ պատմություններ, որոնք լավն են։ Բայց մենք հիմա կխոսենք սրա մասին։ Այս պատմվածքի մեջ Աղասի Այվազյանը պատմում է, թե ինչպես այդ հերոսը կերպարը մի հատ նկար գնում, ու այդ նկարով ինքը շատ է տարում, հոյակապ նկար է, միշտ զարմանում է, թե և նկարի գեղեցկության վրա, և վարպետի նկարիչի վարպետության վրա, թե ինչ այդ մի քանի վրձնի հպոմներով ինչ խորություն է ստացել, որ անդադ այդ նկարը ուսումնասիրում է։ Մի օր էլ կտավի վրա, հենքի վրա մի փոքրիկ թել է տեսնում, որ քանդված է լինում, քաշում է, ասում է այդ ամբողջ գեղեցիկ նկարից մնում է մի կծիկ, թելի կծիկ, մի քանի հատ փայտիկ, որոնց վրա գրված էր, ասենք, պատրաստված է Կրասնայա Զարյա գործարանում, և արժեքները, ասենք, հիմա չեմ հիշում, 4 ռուբլի 25 կոպեկ։ Էդ է մնում, այդ գեղեցիկ նկարից։ Սա ամեն ինչի նյութն է, դա հենց վերնագիրն է։ Այս երկու ուժերի մեջ նաև տարբերություններն էր, որ պարզ նկատելի է, որ ասենք այդ երկու ուժերի ներկայացուցիչներից մեկը հայերն են, մյուսը հնդիկները, այս մարդկանց մոտ երբեք ստրկությունը չի եղել, ընդունված չի եղել։ Ու այդ հոգևոր հասկացողությունը իրանց մոտից է գալիս։ Այս ուժերի ներկայացուցիչը նաև քրիստոնեությունն է ինչ որտեղ, որտեղ եթե ասենք հնդիկների մեջ այդ մեդիտացիան է, քրիստոնեությունը ավելի ուշ ժամանակվա ստեղծած է, ու այդ բանն է, որ սիրիր մերձավորիդ, սիրո գաղափարը, որովհետև այդ միակ էմոցիան է, որ քեզ պահում է, սեր ասելով պետք չի հասկանալ այն սերը, որ տղամարդու և կնոջ մեջ կա։ Այն առավոտվան, որ արթնանում ես կիրակի կամ արձակուրդ ես, ոչ մի տեղ չես շտապում, արևը դուրս է եկել, ծիտիկները, այդ ներքին այդ վիճակն է, որտեղ դու չես գտնում վախի մթնոլորտում, ինչ-որ մեկի հետ վիճելու մթնոլորտում, չես քեզանից արտադրում այդ բացասական ու ցածր տատանման էներգիաները, այդ իմաստով սիրիր մերձավորիդ, դու մերձավորիդ չես սիրում, դու քեզ ես սիրում։ Այս առումով այս հակամարտությունը նաև մարդու ու չմարդու միջև է, որ հետագա գնալով սա ավելի է այդ նյութը բանը, երբ որ ասեցինք մատերիալիստ, իդեալիստ, այդ նույն բանը վերածում է արդեն մարդ և չմարդ, որովհետև եթե դու փայտիկներն ու այդ թելի կծիկն ու փայտիկներն ես նախընտրում, դու չես գնահատում վարպետի գործը, ու հիմա այդ չմարդերը արդեն պարզ ցույց են տալիս, որ եթե դու մատերիալիստ ես, քո առաջարկած մեթոդներն էլ խնդիրի նկատմամբ պիտի լինեն մատերիալիստական, ու արդեն ինչպես ասել ենք, մեզ ուզում են միկրոչիպ անել ու գցել համակարգչին։ Հիմա այդքան շատ չեն խոսում, բայց այդ չի նշանակում, որ իրանց պլանների մեջ դա չկա։ Այս մասին անգամ
քրիստոնեությունը չէ, որ ինքը սիրո քարոզիչ էր։ Ինքը ասում էր սիրիր մերձավորին, բայց այս մարդը երբ որ հանդիպում է աշխարհուներին, ինքը իրանց ծեծումը վտարում է տաճարից։ Քրիստոնեության մեջ նաև կա մի հատ ուրիշ խոսք, որ ասում է չես կարող լինել երկու տիրոջ ծառա, չես կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային։ Այդ մամոնա բառը նշանակում է հարստություն, նշանակում է ագահություն։ Ու մենք հիմա ապրում ենք այդ աշխարհուների ու մամոնայի դարում։ Իրանք են թելադրում կանոնները, մենք էլ հնազանդ կատարում ենք այդ կանոնները։ Մասոնության մասին երբ որ խոսում էի, դες պատմեցի Ջանդի մասին, այս մարդը ծրագրավորել է, մտածել է բրիտանական կայսրություն։ Ջանդին ասեցի, որ այս Ջանդին Էդգար Քելբիի հետ իրանք կապ են հաստատում ինչ-որ անտեսանելի ուժերի հետ, հակառակ կողմի հետ ասենք։ Այ ինչ էր դա հետաքրքիր։ Ու այդ բրիտանական կայսրությունը, այս մարդիկ այդ ուժերի հետ կապ են հաստատում, ստեղծում են բրիտանական կայսրությունը, որը մինչև այսօր կարելի է ասել դեռ իշխում է աշխարհում։ Եթե նայել եք հաղորդումը մասոնականության մասին, այնտեղ բացատրում եմ, որ այդ Ամերիկայի անկախության պատերազմը այդ կանել պատերազմ չէր։ Ու իրանք էլ նույն անգլասաքսոններն են։ Բայց այդ ուժերի հետ կապը հաստատել, ասենք, Մովսեսը վառվող թփի տեսքով, վառվող թուփը կարա քեզ ասի, ես Աստվածը ինչ գիտես ինքը ինչ։ Այդ նույն ուժերի հետ կապը հաստատել Մուհամեդը, որտեղ ինքը այդ քարանձավում ինչ որ ձայներ ա լսում, գնում ա կնոջը ասում ես դիվահարված եմ, այդ կինն ա իրան ասում, չէ, մի անհանգստացի, դու դիվահարված չես, դու Աստծո ձայնն ես լսում։ Այդ ուժերի հետ կապը հաստատում, այդ ցրնը, ոնց են ասում, հադրոնային, մեծ հադրոնային բախիչը կարծեմ հայերեն տենց են ասում, չէ։ Իրանց դիրեկտորներից մեկը Սերջիո, ինչ է դրա անունը, Բերտոլուչի, Սերջիո Բերտոլուչին, նախկին տնօրենը, ասում է, որ ցրնը դուռ է բացում այս եւ անպես անելի աշխարհի միջև, որի միջոցով հնարավոր է, որ այնտեղից ինչ որ բան գա այստեղ, ու մենք ինչ որ բան ուղարկենք այնտեղ։ Այսինքն այս մարդիկ այդ կապով հետաքրքրված են։ Եթե բանը մասոնության մեջ էլ այդ աշկը նստած չի գմբեթին, ինքը մի փոքր բանում բարձր է գմբեթից, ինքը այլ տարածքի, այլ չափույթի մեջ։ Միջալոց տեղակ չեք ասեմ, որ մի քանի տարի առաջ այդ ցերնից ինչ-որ տեսանյութ հրակյալ տարակեցին, որտեղ մի քանի մարդիկ զոհաբերեցին մի հատ կնոջ, հիմա մենք չգիտենք դա իսկական զոհաբերություն էր, թե ինչ-որ զոհաբերության իմիտացիա էր, ու ցերնը հելավ ասեց, որ դա զոհաբերության իմիտացիա է, պաշտոնական խոսնակը ցերնի, բայց իրանք ավելի շատ անհանգստացած էին ոչ թե նրա այն փաստով, որ այդ խոշոր գիտնականները, որ աշխատում են իրանց համար, իրենց ազատ ժամանակին գերադասում են գնալու ինչ-որ մարդկային զոհաբերության իմիտացիա անել, այլ այն փաստով, որ ինչ-որ արտահոսք կա եղել իրանց հիմնարկից։ Այս իրանց արժեքներն։ Հիմա խոսենք վիշտնուտը դժվար հասկանալի է դրա համար, չգիտեմ ոնց ասեմ, բայց ասենք բանում կենտրոնական Ամերիկայի հնդկացիները, այս մարդիկ իրանք ունեն իրենց կոնկրետ անվանումը այս ազգը, բայց
Ես իրանց անունը չեմ հիշում, իրանք պատկանում են մայաների ընտանիքին, ապրել են Գվատեմալայի տարածքում, երբ որ մարդիկ նկատում են, որ իրանց կուլտուրան արդեն կորում է, որոշում են ինչ-որ ձևով պահպանել այն ու գրում են մի հատ գիրք, որ կոչվում է Փոփոլ, դա լինում է մեծ գորգ, որի վրա կարող էր ամբողջ ընտանիքը հավաքվել ու նստել, իսկ վուն թուղթ կամ գիրք, երևի գիրք ընտանիքի համար։ Այս Փոփոլուի մեջ ասվում է, որ Աստված մի քանի անգամ մարդուն ստեղծելուց հետո ի վերջո երբ որ ստեղծում է այս ներկա մեր տեսակին, մեր նախահայրերի, իրանք գալիս են այն եզրակացության, որ այս տեսակը շատ խելացի է ու կարող է մի օր Աստված դառնա։ Ու դրա համար որոշում են կրճատել մարդու տեսողության չափսերը։ Երբ որ մարդը քնում է, արթնանում է, ինչ-որ մշուշ է իջնում ու փակում է մարդու տեսողությունը, մարդ ավելի կարճ է, քիչ է տեսնում։ Այն մարդիկ իրանց կարողության չափերով բացատրել են, որ մեր զգայարանների վրա, այդ 5 զգայարանի վրա ինչ-որ կողպեկ է դրված, ինչ-որ մենք ամբողջությամբ չենք ընկալում ազգը, ոչ թե ազգը, մենք ամբողջությամբ չենք ընկալում իրականություն, այ չափույթների մասին կարծեմ ասել եմ, որ երբ որ այդ բանը, մեր ուղեղը, մեր զգայարանների միջոցով ընկալում է այդ տատանումները, բայց այդ տատանումը ինքը շարունակում է, մեր զգայարանը ընկալում է այդ տատանումների շատ փոքր հատվածը, իսկ այդ տատանումը ինքը շարունակում է, այսինքն ինչ-որ բաներ կան, որ մեր ընկալելուց դուրս են, ու եթե մենք իրանք չենք ընկալում, ինչպես արդեն ասել եմ, այդ չի նշանակում, որ իրանք քեզ չեն տեսնում, հնարավոր է շատ լավ ոչ միայն տեսնում են դրսից, այլև ներսից գիտեն, թե ինչ ես մտածում, այսինքն սա մատրիցա է, Նիո արթնացի, դու մատրիցայի մեջ ես։ Ես մասին պատմել եմ նաև, սա այդ ով էր Քրիստոսի հայրը չի դրան, մի ուրիշ հաղորդման մեջ է, որ Ղուրանը ասում է, որ Աստվածը, ճակերտավոր Աստվածը, չաստվածը, դրախտից վտարեց ոչ միայն օձին, այլև սիրամարգին, օձը եթե ենքին էր, սիրամարգի համար էլ ասեցինք, որ անունը, ինչ էր անունը, անուն, հայրի անուն էր, այսինքն սիրամարգը, եթե անունի խորհրդանիշն այդ ցույց է տալիս, որ մեր եղբայրակից ժողովուրդ եզդիները իրանք անուի հավատացյալներն են, իրանց կրոնը անուի կրոնն է, անուին պաշտելու կրոնն է։ Այդ վտարելու համար էլ ասեցի, որ բանը, օձին խոսելը, օձը չի կարողանում խոսա այդ վտարվելուց հետո, իսկ սիրամարգը կորցնում է իր գեղեցկության որոշ մասը, ու դա ես պատճառաբանեցի, որ գիտակցությունը, բանը, օձը որպես իմաստություն էլ չի կարողանում հաղորդակցվել մարդկության հետ։ Սիրամարգը որպես տեզերք էլ այդ կամ պայծառ չի, մենք ինչ-որ կորցրել ենք են ընկալելը չափսերը։ Այս առումով ես կարծում եմ, որ այդ Բաբելոնի աշտարակի պատմությունն էլ ես նույն պատմությունն է, որովհետև լեզուները խառնել ասելով մենք սկսում ենք իրար լավ չհասկանալ, վերջին հաջող բանա չէ, նույն պատմությունն է, այս սրանք կարող են Աստված դառնալ, այս սրանք կարան աշտարակ սարքեն ու հասնեն Աստծուն, արի սրանց հարցերը լուծենք, այս նույն պատմությունն է։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ
իրավիճակը էսա ու այս մարդիկ իրանք այս ուժերի հետ կապի մեջ են արդեն բացատրեցի թե ոնց կարծում եմ ես այս կանը դուք ինքներդ կարող կանեք ձեր հետազոտությունը իմ խոսելու նպատակը մեկն է որ ես ուզում եմ որ այս գաղափարը անկալելի լինի այն աստիճան որ ինչ որ մարդիկ որոնք ինձանից ավելի կարող են սկսեն այս հարցով զբաղվել եթե դուք կարծում եք որ այս լուծումը կգա մեր քաղաքական ուժի կողմից քաղաքական ուժերի կողմից կամ եկեղեցու կողմից սխալվում եք որովհետև ինչքան էլ ասենք մեր քաղաքական ուժերը ազգային լինել քաղաքական դաշտը արդեն մտածված է որ իրանք աշխատելու են այս չափույթն է այս ձևաչափով եկեղեցին էլ արդեն քարացած կառույց է չնայած ինքը իր գործը արել է ինքը այդ գաղափարները բերել մեզ հասցրել բայց քարացած կառույց է ու չի կարող շատ արագ շարել դրա համար հարկավոր է շատ արագ ձևավորվենք վերա մեր դաստիարակենք մի խոսքով ոնց որ ասում էին ապագան վտանգված ազգի փրկությունը վերադաստիարակությունն է երբ այս գաղափարները ներկայացրեցի մի հատ բազմակողմանի զարգացած մարդու որը զբաղվում է քաղաքականությամբ իր խոսքը էր որ հիմա սրա ժամանակը չի մենք պետք է Նիկոլին հեռացնենք Հայ ես համաձայն եմ Նիկոլը վտանգ է, բայց Նիկոլին վերողները այն ուժերը, որ սատարեցին Նիկոլին, որ Նիկոլը գա իշխանության, իրանք ոչ միտեղ չեն գնում, ամբողջ աշխարհում այդ ուժերն է, ու մենք հարկավոր է վերակազմակերպենք, որպեսզի այս գալիք ձմեռի միջով անցնենք, պահպանելով մեր ազգային դիմակիցը, մենք Ենքի ժողովուրդն ենք, մենք հայկի ժողովուրդն ենք։ Ես այստեղ ուզում եմ վերջացնեմ, բայց մինչև վերջացնելը ուզում եմ մի հատված պարույրից արտասանել, որովհետև այս հաղորդումը երբ նախատեսում է, նախապատրաստվում էի, պարույրին շատ հիշեցի, այս նյութը որ ներկայացրեցի, Սա պետք է լիներ մասոնականության մասին առաջաբանը ու այդ առումով դե հիշեցի, որ վերնագիրը վերջում, իմ պարագայում իհարկե նախաբանը վերջում։ Հիշեցի հաշիշով լեցված պարկի մասին, որ մենք դնում ենք մեր գլխի ու մեր ժողովրդի գլխի տակ։ Հիշեցի, որ ապագան վտանգված ազգի փրկությունը ստեղծել կամ նեղ ազգային գործեր կամ համամարտկային գործեր։ Այս առումով ասեմ, որ այս նյութը ինչի մասին ես խոսում համնեղ ազգային է, համամարտկային է։ Նաև հիշեցի այդ բանը, կարծեմ խոսքին որդուն ուղղված բանաստեղծության մեջ որ ասում է ընդունիր ինձ հերքելով Դրա համար այս բանաստեղծությունը ուզում կարդամ համ հարգանքի տուր պարույրին, համ էլ հարգանքի տուր կեն մարդկանց, ովքեր իմ խոսքի մեջ ինչ-որ իմաստ են գտնում ու ինձ հետևում են։ Այս բանաստեղծությունը իմ հետ է 2008 թվի մարտի 1-ից, երբ որ հասկացա, որ մերոնք մոլորվել են անթափանցելի մուշի մեջ։ Ես նախանձում եմ նրանց բոլորին, ովքեր ապրում են հավատով խորին, ովքեր լավ գիտեն, թե ուր են գնում, ում դեմ են հելնում, ում համար փայլում, թե տրտնջում են ինչ բանի վրա, թե քրքջում են ինչ բանի վրա, ինչու են ելնում, ինչ թոհուբոհու, հանուն ինչ բանի կյանքեր են զոհում, անհուն նահանձով նրան եմ հիշում,
ով չի մոլորվում անթափանցմուշում, ով չի վհատվում երկար վերելքից, չի հուսահատվում վայրի տարերքից, ով ստի հանդեպ բերան չի փակում, ով պղտոր ջրում ուրկան չի գցում, չի նայում կյանքի, իբրև բուստանի, որտեղից պիտի չաղ պատարտան։ Ամոթ ձեզ հայեր, որ ուրացակ էդ տղերքի թափածայրում։ Ես վերջացրեցի, հուսով եմ, որ ձեզ